Սիրելիներս ողջույն եւ բարի գալուստ իմ YouTube-յան տեսահալիկ բոլոր նրանց, ովքեր ինձ առաջին անգամ են տեսնում, ես Նադյան եմ ու սկսում եմ մեր հերթական վլոգը շատ երջանիկ, որովհետեւ ամուսնոցս այսպես սիրուն ծաղիկներ եմ ստացել նվեր։ Այ, չեմ կարա նկարագրեմ ինչ անուշ վարդի բույր է գալիս, վերջին անգամ չեմ հիշում ծաղիկներից երբ եմ սենց իրական վարդի հոտ առել։ Շատ սիրուն է, չտեղավորվեց մի մասը այս ծաղկամանի մեջ ու ափսոսացի շատ, որ ստիպված պետքա կարճացնեի, պոչերը կտրեի ու դնեի այս փոքրիկ ծաղկամանի մեջ։ Այ, շատ սիրուն են, 2 օր է հիանում եմ այս ծաղիկներով։ Ես մոտ օրը նոր է սկսել, Առնոյին տարել եմ պարտեզ, եկել եմ ու ուզում եմ միանգամից unboxing անենք այս փաթեթը, որը 2 օր է սենց դրված է այստեղ ու ժամանակ չեմ ունենում բացելու, բայց դե գիտեք առանց տեսախցիկը միացնելու եւ առանց ձեզ հետ կիսվելու չեմ կարող ուղղակի։ Դրա համար հենց հիմա միասին unboxing կանենք եւ առաջին բանը, որ տեսնում եմ այստեղ լողազգեստ է ինձ համար։ Այսենց վազգեստի համար իդեալական կլինի և ցույց տամ ներքևի շորտը, իրարից առանձին էի պատվիրել, ուղղակի իրար հետ համադրելով, այսենց յուպուչկայով տարբերակ է, շատ սիրունիկ է, ինձ թվում է այս տոպի հետ շատ սիրուն է։ Հաջորդ բանը, որ պատվիրել եմ, լողազգեստ Առնոյի համար։ Տեսնենք։ Մենակ թե հագով լինի, այս գլխարկն է։ Սենց։ Եվ այստեղ, ես կարող է փոքր լինի Առնոյի։ Շատ լավն է, որակը իդեալական ուղղակի, պրինտը շատ լավն է, սիրուն է, երեխեք նայեք, Առնոյին լողազգեստ է, ումա փոքր չլինի հոգով, չգիտես խի մտածում եմ, որ կարող է փոքր լինի, կգատում կփորձենք, շատ գոհ եմ պատվերներիցս, այստեղ սենց հողաթափեր եմ պատվիրել ինձ համար, Էլի լողավազանու հագնելու համար, այսենց, գույները շատ լավն է, փորձեմ, այ շատ լավն է, մի հատ էլ ցույց տամ, այսենց, իսկական լողավազանի հողաթափեր է, շատ դուրս եկավ։ Այս փաթեթը ոնց հասկանում եք հիմնականում հենց լողավազանի համար է նախատեսված, հաջորդ բանը, էլի Առնոյի համար, որ լողավազանում խաղամ, ջրի, երեխեք նայեք, Ընտիր, հասկացամ ես ինչի համար, ջուրը լցնում ես մեջը սխմում ես, հեն ադամ, որ ջրոցը լինի էլեկտրական պիստոլը, բայց ոնց պետք է բացել, ուզում եմ հասկանամ, հիսը, նայի ձևը, այս տեղից երևի ատենց հելնում, թե չէ, հա, կարող է ադան հենց սենց է պետք ջուրը մեջից քաշել, օրինակ բասեյնի մեջից Ոտեք ստեղ ծակ կա, չէ? Հա Բայսի կարելի ասել նույն շպրիցն է վարկը ատելի մեծ Հա, կարող է պետքա սենց մտցնես ջրի մեջ լողավազանից սենց ջուրը քաշես ու ցայտ աղբյուր անես մազակալներ սոսեի համար Ոյ կսվեմ, մի հատ ստեղ նայեք, էլի շատ սենց ծովային, լողապնյա, վար երանգի, էլի մազակալներ սոսեի համար, պաղպաղակներ, այ սենց պահեմ, որ տեսնեք, էլի շատ սենց ամարային,
Ой, ինչ լավն են, ինչ լավն են։ Էլ ինչ ունենք այստեղ, օղեր, այս օղերից շատ էի ուզում ունենալ, բայց անկեղծ ասած շատ մեծ է եկել, մի քիչ ավելի փոքր էի պատկերացնում։ Մի հատ տեսնենք։ Չնայած չէ, վատը չի։ Վատը չի, էլի սենց շատ լողավազանային թեմայի մեջ։ Մի քիչ անսովոր է։ Հաջորդը գժվելու լողազգեստ սոսեի համար։ Ոյ աման, գլխարկը։ Եվ լողազգեստը, էլի երկար թևերով փակ, որ չվարվի։ Շատ լավն է, որակը ընտիր, կարծում եմ ևս 1-2-ը կարելի է պատվիրել ընթացքում։ Մի հատ էս դնեմ սոսեին գանք։ Սոսեին շատ լավ եղավ գլխարկը, մի քիչ ձիգ եղավ ռեզինը, բայց կարծում եմ լողազգեստը իսկը իր հակով կլինի, հաստատ մեծ կամ փոքր չի լինի։ Այստեղ ունենք հողաթափեր, ավելի շուտ բասանոշկա հողաթափ, էլի սոսեի համար։ Այստեղ նայեք։ Այս անգամվա պատվերներս իդեալական, որակները ընտիր, տեսքը ընտիր, ամեն ինչը շատ լավն է եկել։ Պայուսակ, էլի լողափի, լողավազանի համար նախատեսված, որ կարողանանք մեր իրերը լցնել և գնան լողավազան։ Ինչպես տեսնում եք, ես այս տարի շատ մարտական եմ տրամադրված, ուզում եմ երեխաների հետ շատ գնանք լողավազաններ։ Կարծում եմ այդ իրանց շատ պետք է։ Մի քիչ փոքր է, եթե անկեղծ լինեմ, կուզեի մի փոքր ավելի մեծ լիներ, բայց դե ոչինչ։ Ուսեմ կտեղավորվի մեր հագուստների մեջը։ Իսպեցնեմ վրան։ Չէ որ։ Լավն է, չէ։ Ո, լավն է, հաստատ արժի անցկացնել։ Այսպես։ Լավն է։ Այսօրվա պատվերներից շատ գոհ եմ, մեկը մեկից լավն է, գնահատում եմ բոլորը 10-ից 10, մի բան էլ ավելին, շատ գոհ եմ, ուրախ եմ, գումարս զուր չեմ վատնել, լիքը պիտանի բաներ եմ վերցրել, հատկապես որ ուզում ենք ամռանը շատ գնան լողավազաններ, ինձ թվում է հարմար բաներ եմ վերցրել։ Եթե որևէ մեկի արտիկուլը կցանկանաք, գրեք մեկնաբանություններում արտիկուլներ կթողնեմ։ Մենք հայտնվեցինք Մեգամոլում, եկել ենք Այսի մեգամոլ չի։ Մեգամոլ է։ Եկել ենք իմ ամառայից եստապահարանը թարմացնենք, այս պահին ես շորտն եմ նայում, գիտեմ, մի քիչ սրտիս կախավ այս մեկն էի հավանել, բայց սրանից էլ իմ չափը չկար, փոքր է, իսկս ուզում եմ հնարավորինս լայն հարմար լինի ամռանը։ Թե ինչքան հոգնած ու սպառված եմ հասել տուն, ուղղակի անհնար է բառերով նկարագրելը։ Շատ հոգնած ենք եկել, հաշվի չէինք առել, որ այսօր կիրակի է օրը ու մոլը մարդաշատ է մի այլ կարգի։ Քան որ երեխաներին տարել էի հատուկ Առնոյին, որ մտներ բատուտ, խաղահրապարակ, խաղաց, բայց բացարձակ չեմ մտցրել ոչ մի խաղալու ատրակցիոնից, չգիտեմ, բատուտից, ոչ մի բանից չենք օգտվել ընդհանրապես, այնքան մարդ կար, այդ բատուտում կոնկրետ սպանում են իրար, դրա համար ասեցի այսօր ձեզ ուրիշ ուրախություն կպարգևեմ, կարելի է մի քանի ամիսը մեկ թույլ տալ սենց fast food ուտել, մենք fast food հաճախ չենք ուտում, շատ հազվադեպ, այսօր, քանի որ չմտան բատուտ, մտածեցի, ոչինչ, կարելի է մեկ-մեկ
Ֆրի եմ վերցրել, հավի բտիկներ, թևիկներ, պիցային ես եմ սարքում, երեխեքը պիցայել էին ուզում, ասեցի բերեք լոշիկները վերցնենք պիցայի, ես արեք կպատրաստեմ, հիմա մինչև սրանք կտեղավորեմ սեղանի վրա, արդեն պիցան պատրաստ կլինի և կընտրենք։ Սենց սիրուն ապսիներ պատրաստեցի երեխաների համար, որ ֆիլմի դիտումը ավելի հաճելի լինի։ Այստեղ ևս մեկ պիցա է պատրաստ լինում, ինձ ու ամուսնուս համար էլ սենց մի բան։ Եմ եկել երեխեք, գնում եմ տատիկիս տուն, շատ ծանր հոգեվիճակում եմ այս պահին, որովհետև տատիկս շատ ոտո, մամաս այնտեղ մենակ է, ամուսինս չի կարա ինձ տանի, որովհետև երեխեքին պահող չկա, ու ստիպված ինքը այդ առումով ինձ պատժկարեց, որ մնա երեխեքին նայի, նենց վիճակ չի էլի, որ երեխաների հետ գնամ, մնա ինքը երեխեքին նայի, ես էլ գնամ, եղբորս կհանդիպեմ, իրար հետ կգնանք, գալիս է ինքը հիմա Երևան, հետո Երևանից կգնանք Աշտարակ, տատիկս Աշտարակում ապրում, որ համ մամաս այնտեղ մենակ չլինի, համ հասկանանք ինչ վիճակ է, տատիս ոնց է լինում, առողջականը դեպի ուր է գնում, մի խոսքով էլի, ինչի համար եմ ձեզ հետ կիսվում, իրականում չեմ սիրում սենց տխուր պահերով կիսվել, բայց մյուս կողմից էլ սիրուն չի, երբ սենց ինչ-որ իրադարձություն է քո կյանքում տեղի ունենում, բայց դու մենակ դրականն ես ցույց տալիս, այս բարդ պահերը թողնում ես կադրից դուրս ու այն մարդիկ, ովքեր ռեալ են քեզ ճանաչում, նայում են ու մտածում են, որ դու չես անհանգստանում կամ չգիտեմ, չես ապրում այդ ամեն ինչը, այնինչ այդպես չի ընդհանրապես, ուղղակի շատ ժամանակ սենց տխուր պահերով չեմ կիսվում, բայց ինձ չի որ մեր կյանքում սենց իրադարձություններ, բարդ փուլեր չեն լինում։ Հիմա էլ նենց պահա, որ չգիտեմ, չեմ կարա այս պահին ինչ-որ ուրիշ ուրախ կադրերով կիսվում, որովհետև սենց տխուր բարդ իրադրության մեջ ենք։ Գնամ հանդիպեմ եղբորս հասկանանք ինչ ենք անում։ Մոտա երկու հատ ջուր վերցնեմ, որովհետև ինձ շատ ոտ եմ զգում։ Տելեֆոնով անձեռոցիկ տեսնեմ, որտեղ կա ու գնամ արդեն եղբայրս ինձ ասպասում։ Չգիտեմ իսկապես այդքան շոկ է, թե ես եմ լարված, բայց սառնարանից վերցրել եմ այս ջրերը ու չի զովացնում ընդհանրապես։ Ոյ, մնում է եղբորս մեքենան գտնեմ, ահագին տեղ ստիպված եղա քայլել, որովհետև իրար այնքան էլ ճիշտ չէինք հասկացել, ինքը մի քիչ վեր կանգնել, գտնեմ իրեն, գնանք։ Մենք ճանապարհ ընկանք դեպի Աշտարակ, մամաս արդեն 5-7 օր կլինի Աշտարակում, տատիկիս տանն է մնում, իրեն է խնամում, մինչ դա տատիկս էր մամայինցս տանը մնում, բայց շատ մեծ ցանկություն էր հայտնել իր տուն վերադառնալու ու որոշեցինք, որ ավելի ճիշտ կլինի տատիկին տանենք իր տուն ու մաման գնա այնտեղ։ Մենք արդեն Աշտարակում ենք, եղբայրս իջել է մի հատ հասցե հարցնի, մտնենք այն պոլիկլինիկան, որտեղ տատիս է գրանցված, որ իր թղթերը անկետան վերցնենք, հասկանանք ինչ ենք անում։ Եկանք հասանք տատիկիս։ Վայ, տատի ջան, ինչի է սոր ընգար, հե? Հաթուսխա կնիկ էիր, ինչի սենց եղավ, ար, մարոժնի ա բեր է, թորըտ կեզ։ Թորը միշտ էլ բերել է։ Հա, անդս լավ տղայա։ Չէ, պտի հետ կա, այդ թմա ռոբի հետևից։ Անդը։ Այդ թմա իչնազին։ Այդ ու մեծին տենում է։ Չէ, Չէ, այդ ու մեծին կթողա, թողում ա, հա, փոքրին գտան։ հա,
Նռանի։ Քանի օրով։ Անի օրով ավի կան գնում։ Ես ու տատիկս։ Քեզ չճանաչեցիր։ Ու ջուրացել ես։ Այս քույն շորերի մեջն էր։ Այս խալաթը, այս ժիլետը։ Հա։ Լավն է։ Հա։ Լավ ժիլետ է։ Գործվածքը լավն է։ Դուրս գալուց շատ ուզեցի տատիկիս ծաղիկներից մեկը իմ տուն բերել, ոնց որ իր մի մասնիկը ինձ հետ բերեի, խնդրեցի ու ինքը սիրով այս ծաղիկը ինձ տվեց։ Կբերեմ իմ տուն ու կխնամեմ։ Դուրս եմ եկել սոսեի հետ գնում եմ եղունգներիս, երեք աշտարակում ավիրեցի եղունգներս նստած այստեղ ուղղակի եմ որ խոսում էի ու անընդհատ եղունգներս էի պոկում, չէի հասկանում թե ոնց, եկա տուն հասկացա որ շատ վատ վիճակի եմ հասցրել, որովհետև եղունգից արտաքին շերտն էլ հետն եմ պոկել։ Հիմա գնում եմ սարքեմ, եթե սենց մնա, ավելի շատ եմ պոկրտելու անընդհատ։ Ու այսքան խնդիրները մեզ քիչ էին, վերևի հարևանն էլ երեկվանից ջուր ա թողում։ Ոյ նենց եմ ջղայն անում, անցյալ տարի էլ մենք իրենց հետ այդ խնդիրը ունեինք, անընդհատ բարձրանում ասում էինք, բայց անցյալ տարի դեռ տները վերանորոգած չէր ու այն որ այդքան չէինք անհանգստանում, մտածում էինք դե լավ ոչինչ, եկան սարքեցին, ինչ-որ բաներ արեցին, բզբզացին, չգիտեմ էլ ինչ արեցին, ու իրանք իրենց տանը ու անցավ ոնց որ թե խնդիրը վերացավ։ Երեկվանից նորից սկսել է, Էմինին եմ սպասում, ասացի մի հատ խանութ մտի արի։ Այն եկավ։ Ինչ էի ասում, երեկվանից նորից խնդիրը սկսել է, նորից երեկվանից նույն պատմությունը ու նույն տեղից, հենց նույն տեղից, ինչ անցյալ տարի նորից ջուր ա գալիս։ Բայց դե հիմա իր սրտներիս ավելի ա դարդ լինում, որովհետև վերանորոգել ենք արդեն տներ ախր։ Հաստացի նույն խնդիրն է, նույն տեղից է ու հաստացի իրանք գիտեն թե ինչ խնդիր է, որովհետև ամեն անգամ հենց բարձրանում ասում ենք ջուր ա թողում, կտրվում ա ջուրը մի անգամից։ Այսինքն իրենք վերևում ինչ-որ բան են անում ու այդ պահին էլ չի թողում։ Մեկ էլ տեսնում ես հաջորդ օրը նորից, այն մյուս օրը նորից, մենք էլ ենք մեզ վատ զգում, որ ամեն օր պիտի բարձրանանք իրենց տուն, ասենք, որ ձեր տնից ջուր ա թողում։ Մի խոսքով, չգիտեմ, սենց նեղված, այս վլոգը ինչ-որ բացասական էմոցիաներով ա ստացվում, կներեք։ Մենք հերթական անգամ գնում ենք տատիկիս տուն, այս վլոգի մեջ երևի թե արդեն երկրորդ կամ երրորդ անգամ, մի անգամն էլ չեմ նկարել, իրականում շատ վատ ա տատիկս, ու հիմա տանում ենք երեխաներին, թողենք ամուսնուս ծնողների տանը, մենք գնանք, այդպես, մենք հասել ենք աշտարակ, սոսեն քնել ա, ստիպված եղանք այստեղ ինչ-որ ճանապարհներ փոխել, որովհետև աշտարակ մտանք ու անտանելի խցանում էր, չեն սարքում, հաշը, տատիկի տունն հենց չի շատ խորն է, հենց Երևանից մտնում ես աշտարակ ու այդ գլխավոր ճանապարհի վրա է կարելի ասել, բայց անգամ այդ մի փոքր տեղ չկարողացանք գնալ, հենց խցանում էր, չգիտեմ ինչով էր պայմանավորված, ստիպված ճանապարհ փոխեցինք, որ գնանք ներքևներից դուրս գանք։ Սոսեն էլ քնել ա, ինչպես միշտ, ճանապարհներին միշտ քնում ա։ Այդպես հասանք արդեն, տեսնենք ոնց ա տատիկս։ Որ փոքր էինք, գալիս էինք այստեղ, այգում, կարուսելներ կային, ստեղից չէ, ռավ, ներքևից, հա։ Էսի աղբեր։ Ոյ աստված։ Ռավ ներողություն եմ խնդրում բան էի ուզում ցույց տալ, այս էլ տատիկյանցս շենքի բակի։ Երեխեք մենենց հարմար տեղ ա։